կառավարությունը ավելացնում է հետվճարի հնարավորությունները, այսուհետև յուրաքանչյուր անկանխիկ գնումից հետո բոլոր քաղաքացիները կարող են ստանալ քեշբեքը, թեմայի մասին ենք խոսելու տաղավարում, այստեղ է ֆինանսների նախարարի տեղակալը։ Պարոն Մկրտչյան, փաստորեն հիմա արդեն մեր գնումներից 2%, մյուս ամիս հնարավորություն կունենանք, այսպես ասած, կուտակել։ Քաղաքացիներից ամենից շատ հետաքրքրական հարցը ինչու արքա քարտերով։ Արքա քարտերով, որովհետև ի սկզբանե ծրագիրը նախագծվել է եւ ծրագիրը պիլոտային է եւ իրականացվելու է Armenian Card ընկերության կողմից գործարկվող եւ արքա վճարային համակարգում գործող արքա քարտերի համար։ Ինչ ժամկետով է պիլոտը։ Պիլոտը 1 տարվա ժամկետով է, սկսվում է 2026 թվականի հունվարի 1-ից եւ ավարտվում 2026 թվականի դեկտեմբերի 31-ով, իսկ պիլոտի արդյունքում իրականացվող փաստացի հետ վերադարձի վճարումները մեր քաղաքացիները, մեր շահառուները կարող են ստանալ 2026 թվականի փետրվար ամսից մինչև 2027 թվականի հունվար ամիսը։ Հաշվի առնելով պիլոտային ծրագրի արդյունքները, քննարկման առարկա կդառնա հաջորդիվ ժամանակահատվածում ծրագիրը շարունակելու նպատակահարմարության հարցը։ Շատ լավ։ Հիմա որ գործարքները, որ անկանխիկ վճարների դեպքում հնարավոր կլինի կուտակել այդ 2%-անոցը եւ առավելագույն շեմը ինչքան է։ Իրականացվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնումներից, ծառայություններից եւ ապրանքներից կատարված գործարքների դիմաց հետվճարները, բացառություն են կազմում որոշակի ոլորտները, որոնց ժամանակ կատարվող գործարքները չեն հաշվարկվելու եւ հետ վերադարձնել այդ ուղղությամբ չեն տրամադրվելու, եթե թույլ տաք ես կմանրամասնեմ, հետվճար չի ձևավորվում տեղեկատվության, կապի եւ կոմունալ ծառայությունների դիմաց վճարներից, Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքային բյուջեներ իրականացվող վճարումների դիմաց վճարներից, բարձր ռիսկային վաճառակետերում դրանք են խաղային, խաղատների գործունեություն, հեռախոսային մարքեթինգի ծառայություններ, ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրություններ, կրիպտո դրամապանակների եւ կրիպտո ծառայությունների հետ կապված վճարումները, ինչպես նաեւ թանկարժեք մետաղների եւ քարերի առք ու վաճառքի սպասարկման կետերում իրականացվող գործարքները։ Ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատության օգտին գանձվող ցանկացած տեսակի վճարումների եւ գործարքների համար արքա նվեր եւ մեկանգամյա օգտագործման նպատակով նախատեսված քարտով նախատեսված գործարքներից, ինչպես նաեւ հետ վերադարձի փոխհատուցման եւ հետգանձումների դեպքում կատարվող գործարքների դիմաց հետ վճարները չեն ներառվելու հետ վճարների հաշվարկներում։ Առավելագույնը ինչքան է հետ վճարի հնարավորությունը եւ կարծոք նվազագույն շեմ, որից հետո կհաշվարկվի այդ 2%-անոց քեշբեքը։ Առավելագույնը մեկ գործարքի հաշվով մեկ շահառուի համար 6000 դրամն է, իսկ ամսական հանրագումարային հետ վճարի սահմանաչափը սահմանված 60000 դրամ է։ Պարոն Մկրտչյան, արդյոք եթե ես խանութում առնեմ հաց կամ ինչ-որ մի բան, կառավարությունը կիմանա, թե ի վերջո ամսվա վերջում ես ինչ ծախսեր ու գործարքներ եմ արել։ Կառավարությունը չի իմանա, եթե դուք գնել եք հաց կամ որևէ բան, կիմանա ուղղակի, որ ձեր գնած ապրանքի կամ ծառայության դիմաց ինչքան գումար եք վճարել եւ այդ գումարի 2%-ը հետ վերադարձի ձևով կվերադարձնի ձեզ, բայց չի իմանա դուք ինչ եք արել դրա դիմաց եւ անձնական տվյալներ, որ դա դուք եք կոնկրետ ձեր անուն ազգանունով շահառուն է, դա նույնպես չի իմանա։ Իմանա կառավարությունը ապանձնավորված, որ տեղի է ունեցել գործարք, որի դիմաց հաշվարկվել է 2% եւ ձեր սպասարկող բանկը արդեն ձեր հաշվին ինքնաշխատ եղանակով համապատասխան Armenian Card ՓԲ-ի հանձնարարականի հիման վրա կվճարի հաշվարկված հետ վերադարձի գումարը 2%-ի չափով։ Այսպիսով, ինչ հիմնական ու մեծ նպատակ ունի կառավարությունը։ Նպատակն է խթանել անկանխիկի տարածումը եւ կիրառումը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ մեծացնել սպառողների շրջանում ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող գործիքները։ Պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն։